Ադրբեջանին հետաքրքրում է հայկական ներքաղաքական այս մթնոլորտը։ Ադրբեջանին տարբեր մասերն են հետաքրում։ Իրենց հետաքրում է Հայաստանը որպես վերջի վերջո այն երկիրը, որը գտնվում է իրենց հարևանությամբ, որի հետ չկա ավարտին հասցրած խաղաղության ստորագրմանը ուղղված բանակցային գործընթաց, որի հետ նրանք չունեն հստակեցված սահմանը, չնայած սահմանով վերջերս անցել է մեր փորձագետների խումբը եւ հանդիպել է այդ թվում նաեւ Հաջիևի հետ, որը մի շարք հստակ հայտարարություններ է արել ի պատասխան այն հարցադրումներին, որոնք դրված են եղել մեր փորձագետների կողմից, եւ այնտեղ միանշանակ պարզ է մի քանի բաներ, որ նրանք Ղարաբաղի էջը համարում են փակված, նրանք համարում են փակված հայերի անհնարին վերադարձը, դրա դիմացը միանգամից գալիս է ադրբեջանցիների բնակեցման հարցը Հայաստանում, նրանք անհնարին են համարում ընդհանրեն գերիների վերադարձի հարցը տվյալ ձևաչափի մեջ եւ բնականաբար իրենց հետաքրում է, որ Հայաստանի պոտենցիալ ապագա կառավարությունը մնալու է նույն ֆորմատների մեջ քաղաքականության, արտաքին քաղաքականության, որի մեջ ինքը եղել է միջև այդ։ Ով է լինի Հայաստանում իշխանության։ Ինչպես ով է լինի Հայաստանում իշխանության։ Նու տվյալ պարագայում նրանք ավելի երկար ժամանակ աշխատել են օրվա իշխանությունը աշխատել է Փաշինյանի հետ եւ գիտեն ինչ կարելի է գուցե ակնկալել եւ ինչպես կարելի է իրականացնել գործընթացը բանակցային տվյալ իշխանության հետ, իրենց համար ավելի քիչ հասկանալի են գուցե այլ քաղաքական գործիչները եւ պարզ է, որ իրենց համար երևի բացարձակապես անընդունելի է լինելու Քոչարյանի հետ պոտենցիալ համագործակցությունը, ավելի քիչ է հասկանալի իրենց համար ենթադրենք Կարապետյանի գլխավորած ուժը, բայց առայժմ նրանք իրենց խաղադրույքը բնականաբար դնում են դրա վրա, որ օրվա իշխանությունը հաղթելու է ընտրությունների ժամանակ եւ նրանք շարունակելու են իրենց հետ բանակցային գործընթացը եւ ինչքան ես հասկանում եմ նրանք առայժմ պաուզա վրա են դրել այս գործընթացը մինչև ընտրությունները։